2022 թվականի հոկտեմբերի 17-ին, այսինքն դեպքից մեկ օր առաջ, ելույթ եմ ունեցել մամուլի ասուլիսով հայելի մամուլի ակումբում, որտեղ սուր քննադատության են ենթարկել Աննա Հակոբյանի գործունեությանը, հատկապես այն գործունեությանը, որը առնչվում է զինված ուժերի պատերազմական գործողությունների հետ նրա առնչությունների դրանց օրինականությանը եւ 2022 թվականի հոկտեմբերի 18-ին, այսինքն հանցագործության կատարման օրը, Աննա Հակոբյանը Facebook սոցիալական ցանցի իր անձնական էջում հրապարակել է մի ծավալուն հոդված, որից առանձին մեջբերումներ ներկայացված է, դիմաց չեմ ներկայացնում ձեր ժամանակը խնայելու համար, որտեղ ակնհայտ է դառնում, թե նա ինչ զգացմունքային վերաբերմունք է արտահայտում այն քննադատությանը, որը իր հասցեին նույն ձևաչափում է, հարգելի դժոխներ չկա կամ էլի ներկայացվածության մեջ, ես կարծում եմ, որ Աննա Հակոբյանը հանդիսանում է այս հանցագործության ենթադրյալ պատվիրակություններից մեկը, կարծում եմ դրան դատարանում հարցակիրների շահավորություն տա վկայի կարգավորիչ։ Շատ լավ, լսեմ կողմերին։ Այդ ձևաչափը, որ ներկայացվի, ամեն ինչ կարծում եմ